Եթե դուք չեք կարողանում մեկ քայլանի պարզ գործողություն կատարել, ո՞նց եք հավակնում շուտով պատգամավոր դառնալ։ Ուրեմն ձևիստները հրատապ ասուլիս են հրավիրել, լրագրողներին հավաքել են, պապկաներ են պատրաստել, մոնիտոր են դրել ու հայտարարում են, որ տեսեք, մենք ուսումնասիրություն ենք կատարել ու քաղաքացիական պայմանագիրը զրոներ է ստացել որոշ ընտրատեղամասերում եւ սակայն նրանց համար կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է 700, 500, 400 ձայներ։ Ուրեմն մտնում ենք elections.am, որտեղ կա բոլոր ընտրատեղամասերի արձանագրությունների սկանավորված տարբերակը, որոնք ստորագրված են նաև ընդդիմադիր հանձնաժողովականների կողմից ու նայում ենք նրանց հրապարակած ընտրատեղամասում քաղաքացիական պայմանագիրը 0 է ստացել, թե համապատասխան 717 ձայն։ Ու սենց կեղծ մանիպուլյացիաներով ես ձեզ ասեմ, նախորդ խորհրդարանից ավելի որակյալ խորհրդարան չենք ունենա։ Մի քիչ շրջահայաց եղեք, մի կասկածեք քաղաքացիների ողջախոհության վրա եւ ինտելեկտը մի վիրավորեք մարդկանց, սպաղվեք ավելի լավը, ավելի լուրջ գործերով։ Ամբողջ հանրապետությունով մեկ, ոնց որ դուք եք ասում, շուրջ 700 ձերբակալված քաղաքացիներ ունեք, թիմակիցներ, որոնք ընտրակաշառք են բաժանել։ Այ նման հարցերով սպաղվեք։ Ի վերջո, բջջային հեռախոսների իմեյլների գրանցման այդ նոր համակարգի պորտալի ստեղծումը ինչ է փոխում քաղաքացիների կյանքում։ Մեզ ձայնագրելու են, մեզ տեղորոշելու են, մեզ լրտեսելու են, թե ոչ։ Սա ամենավերջին օրերին տարածված խոսակցությունն է, ուրեմն ինչա պարզվում։ Պարզվում է, որ մեր քաղաքացիների կյանքում որևէ բան այս համակարգի ստեղծումից դեպի վատը չի փոխվում։ Ընդհանրապես այս համակարգի միջոցով պարզ է դառնալու, թե որ հեռախոսն է մաքսազերծված, այսինքն ներկրողը գրանցել է թե ոչ հեռախոսը, եւ որ հեռախոսն է օրինակ գողացված է թե ոչ, արտադրված է որևէ ուրեմն ֆիրմայի արտադրամասում, թե ոչ։ Այսպիսի տվյալներ ենք մենք ընդհանրապես իմանալու, որը ավելի օգտակար է քաղաքացիներիս համար։ Ներկրողը հեռախոսը ներկրելիս գրանցելու է ամեն հեռախոսի տուփի վրա առկա 15 նիշանոց թիվը եւ վերջ։ Մենք երբ որ գնում ենք այդ հեռախոսը որպես գնորդներ, որևէ կերպ չի իդենտիֆիկանում սարքը քաղաքացու հետ, մենք որևէ տվյալ չենք լրացնում, դրանով մեզ հնարավոր չէ տեղորոշել, որտեղ ենք գտնվում։ Խնդրեմ, մի տրվեք նման մանիպուլյացիաներին, սա եւս մեկ անվտանգության նկատառումով է իրականացվել եւ նաեւ սև շուկայի դեմը առնելու համար է։ Դուք Հայաստան եք գալիս տարին մեկ անգամ հարազատի գերեզման այցելելու համար, եւս մեկ անգամ հնարավոր է գաք որևէ հարսանիքի մասնակցելու համար։ Դուք չեք ապրում Հայաստանի Հանրապետությունում, չեք վճարում հարկեր, ձեր որդիները չեն ծառայում Հայաստանի Հանրապետության բանակում եւ անհրաժեշտության դեպքում նաեւ երկրի պաշտպանությանը չեք մասնակցում։ Եվ գալ որպես խոպան Հայաստանի Հանրապետություն ընտրել որևէ կալուգա հաճո իշխանություն եւ թողել գնալ էլի ձեր տեղակայման վայրեր, ձեր հանրապետություն, սա որքանով է արդար Հայաստանում ապրող քաղաքացիների հանդեպ։ Խոսքս չի վերաբերում այն քաղաքացիներին, որոնք մշտապես մասնակցել են ընտրություններին, որոնք մշտապես ապրում են նաև պարբերաբար Հայաստանում։ Խոսքս վերաբերում է Հայաստանի իշխանություն ընտրելուն որպես խոպան վերաբերող քաղաքացիներին, որոնք շահագրգռվում են, գումարի դիմաց գալիս են, այստեղ դրածո են դնում եւ էլի գնում են իրենց համար հանգիստ ապրում են, ինչպես նախորդիվ շրջաններում։ Սիրելի քաղաքացիներ, սիրելի Հայաստանաբնակ քաղաքացիներ, խնդրում եմ բոլորդ գնացեք ընտրատեղամաս եւ տեր կանգնեք ձեր իրավունքին ձևավորելու ձեր իշխանությունը։ Իսկ ինչ որ մեկը հետևում եք, այն ուժեղ Հայաստանի անդամները, որ ընտրություններից առաջ գրում էին, իբր մեր իշխանությունը մնաց 100 օր, 20 օր, չգիտեմ, 1 օր, հետ հաշվարկ են սկսել։ Հիմա ինչ են անում։ Շարունակում են, հա, անցավ 1 օր, անցավ 40 օր։ Թե ջնջել են տեսանյութերը, ինչպես ժամանակին Հայաստան դաշինքի անդամները։